Երբևէ մտածել եք, թե իրականում որտեղից է սկսվել մարդկության պատմությունը։ Ոչ թե կապիկի փայտերի մասին դասագրքերում գրված պատմությունը, այլ այն, որը գրված է յուրաքանչյուրիս գենետիկ հիշող Եթեմի Պարտեզի պատմությունը, այն վայրը, որտեղ մարդն առաջին անգամ բացեց իր աչքերը, տեսավ երկինքը եւ անուններ տվեց կենդանիներին։ Աստվածաշունչն այս վայրը անվանում է Եդեմ։ 5 տակարան Ծննդոց գիրք, գլուխ 2։ Կան ճշգրիտ աշխարհագրական կոորդինատներ, ոչ թե փոխաբերություններ կամ հեքիաթներ, այլ հստակ ուղենիշներ։ Սակայն դարեր շարունակ գիտնականները, աստվածաբանները եւ արկածախնդիրները դրախտ են փնտրում Աֆրիկայում, Նեղոսի հովտում, Հնդկաստանում կամ նույնիսկ ինչ-որ փնտրեցին ամենուր բացի այն վայրից, որն ուղղակիորեն նշված էր Սուրբ գրքի տեքստում։ Ինչու՞։ Քանի որ ճշմարտության ընդունումը չափազանց ցնցող կլիներ համաշխարհային պատմության համար, որովհետև եթե Եդեմն այնտեղ է, որտեղ ցույց են տալիս հնագույն տեքստերը, ապա քաղաքակրթության ամբողջ քարտեզը տակնուվրա է արված։ Բայց այսօր ահնար էր լռել։ Գործի են դրվել 21-րդ դարի տեխնոլոգիաները, տիեզերական հնեաբանություն, երկրի մակերևույթի արբանյային սկանավորում եւ հողերի սպեկտրալ վերլուծություն, որն իրականացվել է ՆԱՍԱ-ի եւ տիեզերական այլ գործակալությունների մասնագետների կողմից։ Նրանք անսպասելիորեն հաստատեցին այն, ինչ հայ իմաստունները գիտեին հազարամյակներ շարունակ։ Այսօր մենք գնալու ենք ժամանակի եւ տարածության մեջ ամենաանհավանական ճանապարհորդության։ Մենք կվերծանենք աստվածաշնչյան ծածկագիրը, որը պարզ տեսադաշտում էր։ Մենք ձեզ կցուցադրենք լուսանկարներ տիեզերքից, որոնք ցույց են տալիս անհետացած գետերի հուները, որոնք կերակրում էին։ Մենք ապացուցենք, որ աստվածաշնչյան Եդեմը առասպել չէ, այլ իրական աշխարհագրական կետ, որը գտնվում է հայկական լեռնաշխարհում։ Դուք կիմանաք, թե ինչու են գենետիկներն այս տարածաշրջանն անվանում գյուղատնտեսության բնօրրան, ինչու են այստեղ հայտնաբերված մոլորակի ամենահին տաճարները, որոնք 7000 տարով ավելի հին են, քան եգիպտական բուրգերը։ Եվ ինչու են աշխարհի մեծ տերությունները այդքան հուսահատ, վերահսկելու երկրի այս սուրբ կտորը։ Պատրաստվեք, այն ինչ լսում ես, կստիպի քեզ բոլորովին այլ աչքերով նայել Հայաստանի քարտեզին։ Հավանաբար դուք ապրում եք այն նույն հողում, որտեղ Ադամ ու Եվան քայլեցին։ Եկեք բացենք Աստվածաշունչը։ Ծննդոց գլուխ 2 համարներ 10-14։ Ասում է. Եդեմից գետ է դուրս եկել դրախտը ոռոգելու, այնուհետև բաժանվել է 4 գետերի։ Հիշեք սա, մեկ գետ, որը բաժանված է 4 ճյուղերի։ Հաջորդը այս գետերի անուններն են։ Առաջինը Փիսոնն է, որը հոսում է Հավիլա երկրի շուրջը, որտեղ ոսկի կա։ Երկրորդը Գեհոնն է, որը հոսում է Քուշի երկրի շուրջը։ Երրորդ Խիդեկել։ Սա Տյուրոսի հնագույն անունն է, որը հոսում է Օսիրիայի առաջ։ Չորրորդ գետը Եփրատն է։ Կանգ առեք։ 4 գետերից երկուսը մեզ բացարձակապես ճշգրիտ են հայտնի՝ Տիգրիսն ու Եփրատը։ Ցանկացած դպրոցական բացելով քարտեզը կտեսնի, թե որտեղից են սկիզբ առնում այս մեծ գետերը։ Նրանց ակունքները գտնվում են հայկական լեռնաշխարհում, պատմական արևմտյան Հայաստանի տարածքում։ Եփրատը ծնվում է Կարասու եւ Մուրադ գետերի միախառնումից Վանա լճի եւ Արարատ լեռան մոտ։ Վագրը ծագում է Խազար լճից, նույնպես հայկական լեռներից։ Առողջ բանականությունը եւ ֆիզիկայի օրենքները մեզ ասում են մի պարզ բան. եթե 4 գետերից երկուսը հոսում են մի լեռնային հանգույցից, ապա մյուս երկուսը պետք է լինեն մոտակայքում։ Դրախտի մի գետը չի կարող լինել Հայաստանում, իսկ մյուսը Եթովպիայում, ինչպես փորձում էին պնդել միջնադարյան վանականները։ Պետք է լինի մեկ աղբյուր։ Բայց որտեղ են խորթավոր Ֆիսոնն ու Գիհոնը։ Երկար տարիներ սա աստվածաշնչյան ուսումնասիրությունների գլխավոր առեղծված է։ Թերահավատները ծիծաղեցին։ Տեսեք, այդպիսի գետեր չկան, ինչը նշանակում է, որ աստվածաշունչը հեքիաթ է։ Բայց թերահավատները մի բան հաշվի չէին առել։ Հազարավոր տարիների ընթացքում մոլորակի լանդշաֆտը փոխվել է։ Երկրաշարժերը, հրաբխային ժայթքումները, տեկտոնական տեղաշարժերը կարող են փոխել գետերի ընթացքը կամ թաքցնել դրանք գետնի տակ։ Եվ այստեղ է, որ տիեզերական տեխնոլոգիաները հայտնվում են խաղի մեջ։ Տարված արբանյակային պատկերները հնարավորություն են տալիս երկիրը լուսավորել մի քանի տասնյակ մետր խորության վրա։ Նրանք տեսնում են, թե ինչ է թաքնված ավազի, լավայի եւ ժամանակի շերտերի տակ։ Ամերիկյան Landsat շարքի արբանյակները, լուսանկարելով արևելյան Թուրքիայի, զարմանալի բան են հայտնաբերել։ Վանա լճի եւ Արարատ լեռան տարածքում հնագույն, չորացած կամ փոփոխված գեյտային համակարգերի խիտ ցանց կա։ Երկրաբանները դրանք անվանում են պալեորիվներ։ Համակարգչային մոդելավորումը ցույց է տվել, որ հին ժամանակներում մոտ ավարտվեց Սարցե դարաշրջանը, այս տարածաշրջանի հիդրոգրաֆիան այլ տեսք ուներ։ Արաքս գետը, որը մեզ հայտնի է այսօր, եւ Քուր գետը տարբեր եզրագծեր են ունեցել։ Շատ հետազոտողներ, օրինակ հայտնի բրիտանացի եգիպտագետ Դեվիդ Ռոլը, պնդում են, որ խորհրդավոր Գեհոն գետը Արաքսն է։ Ինչու՞։ Աստվածաշունչն ասում է, որ Գեհոնը հոսում է Քուշ երկրի միջով։ Դարեր շարունակ թարգմանիչները սխալմամբ կարծել են, որ Քուշը Եթովպիան է Աֆրիկայում, բայց սա թարգմանության կոպիտ սխալ է։
Հնում եղել է կասիների կամ կասենեթի թագավորություն, որոնք ապրում էին Վագրից արևելք Զագորասի լեռներում եւ հայկական լեռնաշխարհում։ Արաքսը հիանալի տեղավորվում է այս նկարագրության մեջ։ Դա փոթորկալից կատաղի գետ է, որը ըստ աղբյուրների հնում նույնիսկ քունը փոխելուց է մեկ այլ ծով։ Նույնիսկ ինքնին Արաքս անունը համահունչ է հունարեն բառի հետ, որը նշանակում է պատառոտել, որը համապատասխանում է լեռները ճեղքող աստվածաշնչյան խոսքի նկարագրությանը։ Իսկ ինչ կասեք Ֆիստոն գետի մասին, նույնը, որը հոսում է Հավիլա երկրի միջով, որտեղ ոսկին է։ Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ չորրորդ ջրային ճանապարհը կարող է լինել Ճորող գետը կամ հնագույն ջրանցքը, որը կապում է Վանալիճը Կասպի ավազանի հետ։ Եվ այստեղ հիմնական ապացույցը ոսկին է։ Հավիլայի երկիրը հայտնի էր ոսկով եւ օնիկս քարով, որտեղ տարածաշրջանի ամենահայտնի հնագույն ոսկու հանքերն են Զոդի հանքավայրը, Սոտքը, Հայաստանի եւ Արցախի տարածքը։ Հնագույն ժամանակներից հայկական լեռնաշխարհը եղել է մետաղագործության եւ թանկարժեք մետաղների արդյունահանման կենտրոն։ Հին հույները այստեղ նավարկեցին ոսկե գեղմը։ Ամեն ինչ տեղավորվում է միասին։ Ոսկե հողը Հայաստանն է։ Պարզվում է, որ դրախտի կենտրոնը գետի բաժանման կետը գտնվում է Վանա լճի եւ Արարատ լեռան տարածքում։ Սա Հայաստանի սիրտն է, բայց եթե աշխարհագրությունը համընկնում է, ապա որտեղ են այդ նույն Էդեմի հետքերը, որտեղ են Աստվածաշնչում նկարագրված առաջին մարդկանց հետքերը, ովքեր որ սորթությունից հողագործության են անցել, չէ՞ որ Ադամը կոչվել է այգին մշակելու։ Եվ ահա գիտությունը մեզ ներկայացնում է երկրորդ անակնկալը նույնիսկ ավելի բարձր, քան արբանյակային պատկերները՝ գենետիկան։ Խորհրդային մեծ գիտնական ակադեմիկոս Նիկոլայ Վավիլովը դասագլա դեռևս 20-րդ դարի 30-ականներին ուսումնասիրելով բույսերն ամբողջ աշխարհում։ Նա փնտրում էր մշակովի բույսերի հայրենիքը՝ ցորեն, տարեկանի, խաղող, ծիրան, այն վայրը, որտեղ վայրի խոտն առաջին անգամ մարդու կողմից վերածվեց սննդի։ Եվ բոլոր թելերը նրան տանում էին դեպի հայկական լեռնաշխարհ։ Վավիլովն այս տարածաշրջանն անվանել է մշակովի բույսերի ծագման կենտրոնասիական կենտրոն։ Վայրի Էնքորն ցորենի գենետիկական վերլուծությունը, որն իրականացվել է Պլանկի ինստիտուտի ժամանակակից գերմանացի կենսաբանների կողմից, հաստատել է Վավիլով արևելյան մինչև 1 կիլոմետրի եզրակացությունները։ Աշխարհի ողջ ցորենը ամբողջ հացը, որ մարդկությունն այսօր ուտում է, Գաքարաչադակ լեռան լանջերին հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում Տիգրիսի եւ Եփրատի ակունքներից ոչ հեռու աճող վայրի սորտերից։ Հասկանում եք, թե սա ինչ է նշանակում։ Աստվածաշունչն ասում է, որ Աստված Եդեմում այգի է տնկել եւ այնտեղ մարդկանց տեղավորել։ Գիտությունն ասում է, որ հենց այստեղ Հայաստանում եւ շրջակա տարածքներում տեղի ունեցավ նեոլիթյան հեղափոխությունը, մարդկության անցումը դեպի բնակավայր եւ գյուղատնտեսություն։ Սա պատահականություն չէ, սա փաստ է։ Հայկական լեռնաշխարհը նույն կենսաբանական ինկուբատորն է, որտեղից առաջացել է մեր քաղաքակրթությունը։ Այս մասին հիշեցնում է անգամ Ծիրանի լատիներեն անվանումը՝ հայկական Սալոր։ Ինչ վերաբերում է խաղողին։ Աստվածաշունչն ասում է, որ առաջին բանը, որ Նոյն արեց, երբ իջավ Սարաթից, խաղողի այգի տնկելն էր։ Եվ նորից գիտությունը գլխով է անում։ Խաղողի սերմերի գենետիկական վերլուծությունը վկայում է, որ որդատունկի ընտելացումը տեղի է ունեցել այստեղ Վարորադի հովտում եւ Վանի շրջանում մոտ 8000 տարի առաջ։ Հայաստանի Արենի քարանձավում հայտնաբերվել է աշխարհի ամենահին գինեգործարանը։ Ամեն ինչ տեղավորվում է միասին։ Ձեր բարձրացրած յուրաքանչյուր բաժակ գինի խմիչք է Էդեմից։ Բայց սա դեռ ամենը չէ։ Եթե Էդեմն այստեղ լիներ, ուրեմն պետք է լինեին առաջին տաճարների, Աստծո առաջին պաշտամունքի վայրերի հետքերը։ Եվ նրանք գտնվեցին։ 90-ականներին գերմանացի հնագետ Կլաուս Շմիդտը պեղումներ սկսեց Պորտ Ասար բլրի վրա, որը թուրքերը վերանվանեցին Գոբեկլի թեփե։ Այս վայրը գտնվում է պատմական արևմտյան Հայաստանում Եդեսիայի Ուրֆա քաղաքի մոտ։ Այն ինչ նա գտավ ստիպեց գիտնականներին վերաշարադրել պատմությունը։ Գետնի տակից երևում էին հսկա քարե շրջանակներ, հմուտ փորագրություններով սյուներ, առյուծների, աղվեսների, օձերի ու թռչունների պատկերներ։ Այս տաճարի տարիքը 12000 տարի է։ Այն 6000 տարով մեծ է Ստոնհենջից։ Այն 7000 տարով ավելի հին է եգիպտական բուրգերից։ Սա մարդկության պատմության մեջ առաջին մոնումենտալ կառույցն է։ Տաճարը կառուցվել է, երբ ըստ պաշտոնական վարկածի մարդիկ դեռքարե կացիններով վազվզում էին։ Ո՞վ է կառուցել, որ քաղաքակրթությունն ուներ նման ուժ եւ գիտելիք սառցե դարաշրջանի հենց վերջում։ Տեղական լեգենդներն այս վայրն անվանում են Լեռան Պորտալար կամ Երկրի Պորտալար։ Պորտասարը այն վայրն է, որտեղ երկինքը կապվում է երկրի հետ։ Շատ հետազոտողներ վստահ են, որ Պորտասարը տաճար է, որը կառուցել են եթեմական աքսորյալները, հիշելու կորցրած դրախտը։ Քարերի վրայի պատկերները պատմում են աշխարհի ստեղծման, աղետի ու վերածննդի մասին։
Եվ սա մեր հողի վրա է հայոց պատմությամբ թաթախված հողի վրա, թեև հիմա այն ժամանակավորապես օտար դրոշի տակ է։ Ինչու այս տեղեկատվությունը չի դառնում աշխարհի բոլոր հեռուստալիքների գլխավոր նորությունը։ Ինչու են երեխաները դպրոցում ցույց տալիս Միջագետքի կամ Եգիպտոսի քարտեզները, բայց լռում են հայկական լեռնաշխարհի որպես աշխարհի կենտրոնի մասին։ Պատասխանը պարզ է եւ ցինիկ։ Աշխարհաքաղաքական։ Ճանաչել, որ Հայաստանը Աստվածաշչան Եդեմ է, նշանակում է ճանաչել հայ ժողովրդի ծնե իրավունքը։ Սա նշանակում է ընդունել, որ մենք այլմոլորակայիններ չենք, ոչ թե կոչվորներ, այլ բնիկ բնակիչներ, ավտոխթոններ, որոնց նախնիները տեսել են աշխարհի արարումը։ Սա ոչնչացնում է մեր հարևանների գաղափարախոսությունը, ովքեր իրենց պատմությունը կառուցում են ստի ուրիշների յուրացման վրա։ Թուրքիա հնագույն հուշարձանները լցնում է բետոնով, փոխում անունները, պայթեցնում եկեղեցիները, որպեսզի ջնջի, թե ով է եղել Եդեմի պարտեզի իրական տերը։ Պորտասարը վերանվանել են Գիբեկլի թեփե, Արարատը Ագրեդակ, բայց Աստվածաշնչում Աստծո կողմից տրված կոորդինատները վերանվանել չեն կարող։ Տիեզերքից նկարները չեն ստում, տեղանքը չի ստում, ցորենի ԴՆԹ-ն չի ստում։ Կա ևս մեկ առեղծվածային ասպեկտ, որի մասին խոսում են աստվածաբանները։ Աստվածաշնչում Արարատ անունը հիշատակվում է ոչ միայն Նոյի պատմության մեջ։ Երեմիայի գրքում հիշատակվում է արարատյան թագավորությունը։ Շումերական սեպագիր գրություններում, որոնք ավելի հին են, քան Աստվածաշունչ, նշվում է առեղծվածային Արատա երկիրը, բարձր լեռների, ոսկու, արհեստավորների եւ աստվածային օրենքների երկիր։ Շումերները, որոնք ապրում էին Միջագետքի, ժամանակակից Իրաքի ճահիճներում պաշտում էին Արատան որպես իրենց հայրենիք։ Նրանք հավատում էին, որ իմաստությունը, արվեստն ու սրբությունը իրենց է իջել հյուսիսից, հայոց լեռներից։ Նրանց համար Հայաստանը աստվածների սուրբ բնակավայրն էր։ Նույնիսկ Էդեմ բառն ինքնին կարող է շումերական արմատներ ունենալ, ինչը նշանակում է հարթավայր կամ տափաստան լեռների մեջ, որն իդեալականորեն բնութագրում է Արարատյան դաշտը կամ Վանի ավազանը։ Ծաղկած օազիսներ, պաշտպանված ձնառատ գագաթներով։ Նորից նայեք Հայաստանի քարտեզը տիեզերքից։ Այն կարծես հսկա ամրոց լինի։ Լեռնաշխտաները պաշտպանում են այն բոլոր կողմերից։ Սա բնական արգելոց է։ Հենց տեղս բազմաթիվ մարդաբանների մարդկային ցեղը փրկվեց համաշխարհային աղետների ժամանակ։ Մեծ ջրեղեղը հեքիաթ չէ, այն 12000 տարի առաջ սառցադաշտերի հալման հիշողություն է։ Ջրերը բարձրացան, հեղեղելով Եվրոպայի ու Միջագետքի ցածրադիր գոտիները։ Ուր էին վազում մարդիկ։ Դեպի Սարե, դեպի Արարատ։ Հայկական լեռնաշխարհը մարդկության համար տապան դարձավ դեռևս Նոյի պատմության գրվելուց առաջ։ Մենք ողջ մնացածների ժառանգներն ենք։ Մենք կյանքի սերմի պահապաններն ենք։ Կա վարկած, որ հրեշտակը բոցավառ սրո, որին հանձնարարված էր հսկել դրախտի մուտքը, չի հեռացել։ Նայեք Արարատին։ Երբ արևը մայր է մտնում, նրա սառցե գագաթը վառվում է կարմիր կրակով, ինչպես երկինքը թափանցող հսկա սուրը։ Գուցե դա պարզապես գեղեցիկ մայրամուտ չէ, գուցե դա հավերժական հիշեցում է, որ Եդեմի մուտքը փակ է, բայց այն այստեղ է մոտակայքում։ Մենք ապրում ենք արգելված տարածքի ստորոտում։ Մենք քայլում ենք մի երկրի վրա, որը հիշում է Աստծո քայլերը։ Սա հսկայական պատասխանատվություն է դնում մեր հայերիս վրա։ Մենք պարզապես ինչ որ հողի վրա ապրող ազգ չենք։ Մենք Եդեմի պահապաններն ենք։ Մեր մշակույթը, մեր լեզուն, մեր հավատքը այս այգու բանալիներն են։ Հայերենը, ինչպես կարծում են շատ լեզվաբաններ, պահպանել է նախալեզվի արմատները, որով խոսում էին առաջին հնդեվրոպացիները։ Հավանաբար հենց այս լեզվով է Ադամը կենդանիներին անուններ տվել։ Երբ ասում ես ջուր, հայր, լույս, լույս, դու հազարամյակների վաղեմության ձայներ ես հանում։ NASA եւ գենետիկների ցնցող հայտնագործությունը հպարտության պատճառ չէ, դա իր առաքելության գիտակցման պատճառ է։ Նրանք փորձեցին ոչնչացնել մեզ, ջնջել մեզ երկրի երեսից, ցրվել աշխարհով մեկ։ Ինչու՞։ Միգուցե այն պատճառով, որ չարի ուժերը միշտ հարձակվում են սրտի վրա։ Եթե Հայաստանն աշխարհի սիրտն է, մոլորակի հոգևոր կենտրոնը, ապա հասկանալի է, թե ինչու է այն միշտ եղել մարտի դաշտ։ Նա, ով տիրապետում է Եդեմին, նա է տիրապետում աշխարհին, բայց Էդենը տանկերով չի կարող գրավել։ Այն չի կարելի գնել նավթով։ Եդեմը բացվում է միայն նրանց համար, ովքեր մաքուր սիրտ ունեն։ Այսօր, երբ նայեք ձեր լեռներին, իմացեք, որ դրանք միայն քարեր չեն, դրանք առաջին տաճարի պատերն են։ Գետերը, որ հոսում են քո կիրճերում, երկրի երակներն են, որոնց միջով սուրբ ջուր է հոսում։ Ծիրանը, որով ուտում ես, Աստծո տված միրգ է։ Մենք հայերս ապրում ենք պարադոքսի մեջ։ Մենք կորցրել ենք քաղաքական վերահսկողությունը մեր պատմական լեռնաշխարհի մեծ մասի վրա, Վանի ամուսնու Էրզրումի Կարսի, այժմ արտասահմանում։ Բայց Եդեմի հոգևոր նշանը դրված է մեզ վրա։ Արփանյակային պատկերները միայն հաստատեցին այն, ինչ մեր սրտերը երգել են դարեր շարունակ։ Երկիրը հիշում է, գետերը հիշում են։ Ճշմարտությունը գարնանը խոտի պես ճեղքում է ստի ասֆալտը։ Աշխարհը սկսում է սովորել ճշմարտությունը։ Հոդվածներ գիտական ամսագրերում, վավերագրական ֆիլմեր, պեղումներ։ Այս ամենը այն շինանյութերն են, որոնցից ձևավորվում է անցյալի նոր պատկերը։
Իսկ այս նկարի կենտրոնում Հայաստանն է, ոչ թե կայսրության ծայրամասերը, այլ սկզբնաղբյուրը։ Սկիզբ սկսված։ Էդենը Հայաստանում էր, ու միգուցե այն չի անդադացել, պարզապես սպասում է, որ մարդկությունը նորից արժանանա մտնելու։ Այդ ընթացքում մենք հսկում ենք։ Հաջորդ անգամ, երբ ինչ-որ մեկը ձեզ կասի, որ Աստվածաշունչը առասպել է, ցույց տվեք տիեզերքից նկարներ, ցույց տվեք 5 գետերի քարտեզը, ցույց տվեք Արարատը եւ ասեք. դրախտը դրախտում չէ, դրախտն այստեղ էր եւ մենք նրա ժառանգներն ենք։ Այս հողը սուրբ է եւ նրա յուրաքանչյուր սանտիմետրը արժե պահպանել ու պաշտպանել, քանի որ դրա նման այլ հող պարզապես չկա ամբողջ տիեզերքում։